Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը և ես Բարի լույսի տաղավարից ձեզ մաղթում եմ լավ օր։ Ասեմ, որ այսօր ապրիլի 1-ն է և այսօր նշվում է երգիծանքի և ծիծաղի օրը։ Այս օրը ընդունված է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ։ Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապվում է նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի և զատիկի օր։ Գարնանային նոր տարվա առթիվ տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով և ուրախ խաղերով։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մեր առավոտյան լավ տրամադրությունը պահպանելու համար առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք և ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել և միացել են մեզ, մեր հյուրերը արդեն տաղավարում են, սիրով ներկայացնեմ նրանց, Վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ վոլեյբոլիստ Ավետիսյան Լիաննա, բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերքը ընդունելու համար և առավոտյան միասին օրը սկսելու համար։ Սովորաբար, ինչպես են սկսվում ձեր առավոտները։ Ինչ եք անում առավոտյան։ Սովորաբար շնորհակալություն հրավերի համար։ Եվ սովորաբար մենք ավելի շատ առավոտյան հանգստանում ենք, որովհետև մեր առաջնությունները, մեր մարզումները լինում են ավելի շուտ երեկոյան եւ մարզիկները առավոտյան արդեն դասերի կամ իրենց աշխատանքում, բայց երեկոյան ավելի շատ զբաղված ենք լինում մեր մարզումներով եւ առաջնությունների կազմակերպումով։ Իսկ Տերելյան։ Ես ուրախ եմ սկսում օրս, որ ուրախ ավարտեմ։ Դպրոցից տուն, պարապմունքի, այդպես։ Ես զրույցը կցանկանայի սկսել հենց ձեզանից, պարոն Ասմարյան, ձեր անցած ուղու մասին փոքր կպատմեք, ինչու ընտրեցիք այս սպորտաձևը, հետո արդեն դարձաք գլխավոր քարտուղար եւ քանի տարի է, որ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եք։ Շատ վաղուց եմ սկսել մարզվել վոլեյբոլով, դեռ նախկին խորհրդային միությունում հանդես եմ եկել Հայաստանի հավաքականում, մի շարք միջազգային մրցաշարերում, եղել եմ Հայաստանի առաջատար թիմերից մեկի մարզիչը, մինչև այդ խաղացել եմ մարզիչ եւ այլ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ եմ։ Ֆեդերացիայում 2013 թվականից ֆեդերացիայում եմ, գլխավորում եմ որպես գլխավոր քարտուղար եւ 13 թվականից մեր ուղին զարգացման նոր փուլը սկսել ենք արդեն շուրջ 12 տարի, արդեն մեր աշխատանքները տարվում են եւ հուսով ենք, որ ամեն տարի բարելավելով մեր առաջընթացը մեր մարզաձևի կարողանում ենք ինչ-որ միտեղ վոլեյբոլ մարզաձևը զարգացնենք Հայաստանում։ Իսկ որքանով եք գնահատում այս պահին զարգացման մակարդակը եւ ինչ քայլեր պետք է անել։ Տեսեք, ինքը խաղային մարզաձևերը շատ դժվար է Հայաստանում, ինչպես գիտեք, տեսնում եք, վառ օրինակը ֆուտբոլը։ Ինչքան դժվար է, դժվարությունները, ենթակառուցվածքների հետ խնդիրներ ունենք, շատ խնդիրներ ունենք, 2025 թվականի ամռանը մենք Երևանում ունենք Եվրոպայի չեմպիոնատ, մինչև 16 տարեկան տղաների։ Եվ արդեն 3 տարի մենք կազմակերպչական հարցերով ենք զբաղվում եւ փորձելու ենք այս տարի ամռանը մեր Եվրոպայի չեմպիոնատը շատ լավ կազմակերպենք, որ մեր հանդիսատեսը, մեր ազգը տեսնի, որ Հայաստանի վոլեյբոլը առաջընթաց է ապրում եւ մեր հավաքական թիմը արդեն 2 ամիս մարզվում է, ունենք արտասահմանից մարզիչ, բարբերաբար մարզումներ անցկացվում են, հույս ունենք, որ այս տարի մենք ցուցադրենք լավ խաղ եւ կազմակերպենք այդ կարևորագույն մրցաշարը Հայաստանում, նմանատիպ առաջնություն խաղային մարզաձևերում չի անցկացվել եզրափակիչ փուլը։ Մենք անցկացրել ենք առաջնություններ, որոնք եղել են արևելյան եվրոպական երկրների առաջնություններ, բայց սա արդեն եզրափակիչ է եւ 16 երկիր մասնակցելու են Հայաստանում այդ եզրափակիչ առաջնությանը, մինչեւ ապրիլի վերջ դեռ թիմերը ուրեմն խաղում են, որպեսզի կարողանան ձեռք բերեն իրավունք գալ Հայաստան, խաղալ եզրափակիչ փուլում։ Հայաստանը այդ իրավունքը արդեն ունեն Չեխիան, ունեն Թուրքիան, արդեն Լեհաստանը այդ թիմերը արդեն գալու են։ Մնացած ուրեմն 12 թիմերը դեռ
ուրեմն խաղալու են երկրորդ փուլում, դրանից հետո արդեն կժամանեն Հայաստան։ Առաջընթացը իհարկե կա եւ մենք միշտ փորձում ենք մաքսիմալ նոր ինչ-որ նորություններով ժամանակի հետ շարժվել, թիմերի քանակն է շատ ավելացել, մարզիկների քանակն է շատ ավելացել, զբաղվողների, եթե նախկինում մենք մեր Հայաստանի չեմպիոնատում եզրափակիչ փուլերում խաղում էին 4 կամ 6 թիմեր ամեն սեռից, երկու օր առաջ մենք Հայաստանի առաջնությունը ավարտեցինք, առաջին փուլը ավարտեցինք Եղվարդում, խաղում են 12 տղաների եւ 12 աղջիկների թիմեր։ Դա արդեն առաջընթացի մասին արդեն թվերը խոսում են։ Իսկ որտեղ է տեղի ունենալու մրցույթը։ Երևան քաղաքում անցկացնելու ենք հայ-ռուսական սլավոնական համալսարանի մարզադահլիճում եւ Գազպրոմ Արմենիա ուսումնամարզական կենտրոնում։ Դրանք լինելու են ուրեմն մեր հիմնական մարզադահլիճները եւ երկու մարզադահլիճ ունենք, որտեղ որ թիմերը մարզվելու են։ 14 օր Հայաստանում լինելու է վոլեյբոլային տոն, թիմերը շատ մեծ ուրեմն պատրաստությունը, թե կազմակերպչական հարցերը շատ են ուզում գան Հայաստան, որովհետև նմանատիպ առաջնություն Հայաստանում չի անցկացվել եւ հետաքրքրությունը շատ մեծ է։ Իսկ Լիանա ջան, փոքրիկը պատմես քո անցածուղու մասին, քանի տարի է որ զբաղվում ես վոլեյբոլով եւ ինչը քեզ գրավեց, որպեսզի սկսեցիր զբաղվել այս սպորտաձևով։ Մանկուց շել եմ սպորտը եւ արդեն բացվեց վոլեյբոլի խմբակը, սկսեցի հաճախեմ, երրորդ դասարանից արդեն հաճախում եմ վոլեյբոլի 8 տարի է ու չգիտեմ կշարունակեմ թե չէ վոլեյբոլը։ Ինչու ես այդպես կասկածում ինչ որ։ Դե ուրիշ մասնագիտություն ընտրել եմ, իրավաբանություն, կզբաղվեմ դրանով, բայց ազատ ժամանակ նաև կզբաղվեմ սպորտով։ Իսկ այսքան ժամանակ քանի խաղերի ես մասնակցել եւ քեզ համար ամենահիշարժան մրցաշարը երբ է տեղի ունեցել։ Հավաքական խմբում մասնակցել միջազգային խաղերի երկրից դուրս Բելարուսում եւ Վրաստանում։ Վրաստանում ունեցել ենք հաջողություն։ Երկուսն էլ հիշարժան են։ Երկու մրցումների ժամանակ էլ հաղթանակ եք տարել։ Չէ, Բելարուսում չէ, մենակ Վրաստանում։ Վրաստան երրորդ տեղ։ Իսկ կպատմես նաև ինչպես են անցնում քո մրցումները կարևոր խաղերից առաջ է, հոգեպես թե ֆիզիկապես, ինչպես ես պատրաստվում։ Դե պատրաստվում ենք, որ պետք է հաղթենք ու չգիտեմ, այդպես պատրաստվում ենք։ Պարոն Ասմարյան, իսկ նշեցիք, որ տարբեր երկրներից մրցավարներ են գալիս, որպեսզի իրենց փորձով կիսվեն նաև մարզիկների հետ։ Իսկ կա համագործակցություն միջազգային տարբեր ֆեդերացիաների հետ։ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան 1991 թվականից հանդեսանում է համաշխարհային վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի լիարժեք անդամ եւ բարբերաբար մենք մեր աշխատանքները շատ սերտ են եւ ամեն տարի մենք ունենք որևիցե մի ծրագիր, սեմինարներ, փառատոներ անցկացվող համատեղ մեր ֆեդերացիաների հետ, ֆեդերացիայի նախագահները Եվրոպայի ֆեդերացիայի նախագահան ժամանել է Հայաստան 2016 թվականին, հիմա եւս սպասում ենք նոր նախագահ, որ ժամանի Հայաստան, մեր ֆեդերացիան սատարում է տեխնացիոնը նոր նախագահի երիտասարդ եւ հույս ունենք, որ շատ խոստումներ կիրականացվեն նոր նախագահի ուրեմն կապերով եւ իր խոստումներով, ինչպես նաեւ մենք ունենք միջազգային շատ ծրագրեր զարգացման համատեղ Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, արդեն 8 տարի մենք անցկացնում ենք զարգացման ծրագիր վոլեյբոլի դպրոցում եւ վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների Հայաստանի ուրեմն անցկացնում են դպրոցներում հանրակրթական ծրագրեր, վոլեյբոլի դաս, դպրոցի նվիրում ենք մարզագույք, այդ ծրագիրը շատ հաջողված է եւ նամանավանդ Կոտայքի մարզում արդեն եթե հաշվենք համայնք չի մնացել, որ մենք չլինենք եւ չօգնենք մարզագույքով, այդ համագործակցությունը բերել է օրինակ մեր հավաքական թիմի մարզիչի նշանակմանը, որը այդ ծրագրով մենք ունեցել ենք շատ բարձրակարգ մարզիչ, այս պահին աշխատում է հավաքական թիմի հետ, Եվրոպայի առաջնության ուրեմն չեմպիոն թիմի մարզիչ է, աշխարհի մրցանակակիր, այսինքն այդ համագործակցությունները բերում են նմանատիպ առաջընթացի, ինչպես նաև մենք անցկացնում ենք սեմինարներ, հրավիրում ենք արտասահմանից մասնագետներ, շատ սերտ հարաբերությունների մեջ ենք եւ այդ ծրագրերը հուսով ենք ամեն տարի կավելանան եւ մենք ունենանք նոր մտահղացումներով նոր ծրագրեր։ Իսկ ինչպես յուրաքանչյուր սպորտաձև ունի իր տեսակները, վոլեյբոլը քանի տեսակ ունի եւ նրանք ինչով են իրարից տարբերվում։ Վոլեյբոլը
Մենք վոլեյբոլի 3 մասնաճյուղեր ունենք։ Դա առաջինը դա մեր հիմնական դասական վոլեյբոլն է, որը խաղում ենք մարզադահլիճում, ունենք լողափնյա վոլեյբոլ եւ ունենք ձյան վոլեյբոլ։ Սա նոր մարզաձև է, որը ինչ որ նոր քայլեր է անում, բայց հիմնական մեր օլիմպիական մարզաձևերը երկուսն են՝ դասական վոլեյբոլը եւ լողափնյա վոլեյբոլը։ Մեր հիմնական շեշտը միջազգային ասպարեզում դա լողափնյա վոլեյբոլի առաջնություններին գոնե մասնակցելն է, որովհետեւ մենք շատ բյուջե չունենք, որ կարողանանք մեծ թիմերով մասնակցենք եւ առաջընթացը շատ դանդաղ է մեր մոտ գնում, մենք ավելի շատ պատանեկան սպորտի վրա ենք ուրեմն հիմնվում, բայց միևնույն է փորձում ենք երկու մարզաձևերում էլ առաջընթացներ գրանցել, ինչպես նաեւ ձյան վոլեյբոլում։ Անցյալ տարի մեր աղջիկների թիմը ձյան վոլեյբոլում Եվրոպայի 6-րդ տեղը գրավել։ Այս տարի 9-րդ տեղ մի քիչ հետ ցուցանիշ ունեցանք, քանի որ թիմը ժամանակ ունեցավ պատրաստվել, ձյուն չկար։ Ձյան խնդրեմ ունենք եւ մի քիչ էլ սպորտային բախտերս ավելի շատ չբերեց, մեկ-երկու խաղ մեր աղջիկները կարող էին հաղթել, բայց մի քիչ ձյան վատ որակի պատճառով չկարողացանք հաղթել։ Միևնույն է, մենք հիմնական շեշտը դնում ենք այս երկու ձևի վրա, որտեղ դրանք օլիմպիական ձևեր են։ Ձյան վոլեյբոլը դեռ օլիմպիական մարզաձև չի եւ երկար ճանապարհ ունի անցնելու։ Իսկ ֆեդերացիայում միայն հիմնականում մեծ մասը աղջիկներն են սովորում, թե նաեւ տղաների քանակն է շատ։ Չեմ ուզում գենդերային ինչ-որ տարբերություն դնեմ, բայց մարզիչների խոսքերով ավելի շատ այս պահին գերակայում են աղջիկները։ Ինչը շատ ուրախալի է եւ թիմերի հիմնական զանգերը ֆեդերացիա, որտեղ կարող են մարզվել, որտեղ կարող են խաղալ, հիմնական մոտ 80%-ը վերաբերում են աղջիկների։ Դա շատ մեր համար շատ լավ է, որտեղ տղաներին հեշտ է հավաքագրել, բայց աղջիկների հետ գիտեք մի քիչ մեր հայկական ունենք մենտալիտետ աղջիկների հետ սպորտի հետ կապված, բայց այս պահին ծնողները շատ ճիշտ որոշում են անում եւ դեպի թեքվել են դեպի թիմային մարզաձևեր։ Այդ է շատ կարեւոր է ազգաբնակության համար, որ վերջապես հասկանանք, որ թիմային մարզաձևերը կարևորագույն մարզաձևերից մեկն են մարդու առողջ ապրելակերպի համար։ Օրինակ վոլեյբոլը շատ դժվար է ստանալ վնասվածք ինչ-որ մարզումների ժամանակ։ Ասենք շատ հազվադեպ է լինում, բայց ավելի համեմատած օրինակ մենամարտային ձևերին։ Դրա համար մի քիչ ավելի շատ մենք այսօր քանակի շատ մեծ ավելացում ունենք 2020 թվականից հետո կրկնակի մեր մարզիկների քանակը ավելացել է եւ ուրախալի է որ դա վերաբերում է ավելի շատ մարզերում էլ ունենք առաջընթաց օրինակ վառ օրինակը Կոտայքի մարզը բոլոր համայնքներում վոլեյբոլի թիմեր կան եւ գերակայում են աղջիկների թիմերը ինչը որ շատ ենք մենք կարեւորում տղաները շատ ունենք բայց աղջիկների քանակը այս պահին ավելի շատ է Իսկ մարզումները տարբերվում են աղջիկների եւ տղաների տարբեր ձևերով եք մարզիկներին մարզում։ Մարզիկը պատասխանի։ Դե մեր հետ ավելի դժվար է։ Չգիտեմ, տղաներինը չեմ նայել, որ իմանամ ոնց է մարզվում։ Իսկ ես ավելացնեմ ձեր հնարավոր է, տղաների ծանրաբեռնվածությունը ավելի շատ է, քան աղջիկներինը։ Բնական է, եւ տղաների մարզումների ժամի քանակը ավելի շատ հենց քանակությունը շաբաթա մեջ պետք է ավելի շատ լինի, քանի որ այնտեղ ավելի շատ ուժային ուրեմն պատրաստության վրա ենք մենք դարձնում ուշադրություն, ցածկունակություն ու դիմացականություն դրանք բոլորը զարգացնել է պետք հենց շատ մարզումների եւ ծանրաբեռնվածության միջոցով, բայց միևնույն է աղջիկներն էլ այսօր արդեն ֆիզիկական պատրաստությունը շատ կարեւոր է եւ մենք տեսնում ենք այսօր ժամանակակից վոլեյբոլում, որ կան իրոք աղջիկները, որոնք որ տղաներին հավասար հարվածի ուժը, դիմացականությունը չի զիջում։ Նաև այս հարցին կցանկանայի երկուսով պատասխանեք, դուք որպես գլխավոր քարտուղար եւ նաև մարզիչ, ինչպես պետք է լինի լավ մարզիչ ու մարզիկների համար, այսպես ասած, ինչպես պետք է նրանց ֆիզիկապես եւ հոգեպես աջակցի եւ դուք ձեր կարծիքով ինչպես պետք է լինի լավ վոլեյբոլիստը։ Պետք է մարզիչը լինի շատ խիստ, բարեփոխներից մարզիկը պետք է չբացակայի, որ լավ արդյունքների հասնի։ Նախ ինքը մարզաձևը մենք համարում ենք շատ ինտելեկտուալ մարզաձևերից մեկը։ Առաջին հայացքից վոլեյբոլ մարզաձևը մեզ թվում է շատ հասարակ, պարզ մարզաձև։ Դա սիրողական մակարդակի համար, բայց ավելի շատ պրոֆեսիոնալների համար մենք մարզիչների պատրաստության հետ այսօր իրոք կան խնդիրներ, որոնք որ պետք է ժամանակի հետ մենք կարողանում ենք դա ինչ-որ սեմինարների, դասընթացների միջոցով կարողանում ենք լուծել մարզիկների հետ աշխատանք շատ կարևոր է այսօր մեր
աճող սերունդը հոգեբանական, ինչպես գիտեք, շատ կան խնդիրներ, հա, նոր ինչ-որ մեթոդներ են կիրառվում, որպեսզի մարզիկներին մենք կարողանանք պահել մարզաձևում։ Մեկ կոպիտ խոսքը մարզիչի կողմից կարող է մարզիկին պարզապես մարզադահլիճից դուրս գա ու հեռանա։ Դա համար մարզիչները պետք է ճիշտ վերաբերմունքը դեպի մարզաձևը, դեպի երեխաները, այսինքն այդ հոգեբանական, մանկավարժական process-ը պետք է պահվի, որ կարողանանք մեր երեխաներին, շատ կան մարզիկներ, օրինակ, որ հեռանում են հենց մարզիչի հետ կոնֆլիկտի պատճառով եւ հետ բերել այդ մարզիկին շատ դժվար է դառնում, որովհետեւ մարզիկը ցանկություն ունի մարզվել, բայց ոչ այդ մարզիչի մոտ։ Եվ այստեղ սկսում են ինչ-որ խնդիրներ, հետո հավաքական թիմի հետ խնդիրներ, այսինքն մենք պետք է կարողանանք առաջինը ճիշտ դաստիարակենք եւ ուսուցանենք մեր մարզիչներին աշխատանքը, նամանավանդ երիտասարդ մարզիչների, եւ այսօր փառքացու ժամանակակից մեթոդներ եկան են զարգացել, որ մարզիչին շատ գերականություն պետք չի ինչ-որ ուսումնասիրել, կա համացանց, որտեղ կարելի է այդ ամեն ինչը տեղում տեսնել, քննարկել, եթե նախկինում մենք խորհրդային միությունում ման են գալի գրքեր, որ ինչ-որ մի բան հասկանայինք, այսօր վարքյաների ընթացքում կարելի է այդ ամեն ինչ ուսումնասիրել եւ միանգամից ունենալ ձեռքի տակ։ Իսկ որ տարիքից է ավելի նպատակահարմար զբաղվել վոլեյբոլով եւ արդեն մրցումների որ տարիքից են մասնակցում։ Ընդհանրապես ընդունված է 8-ից 10 տարեկան երեխաներին ընդգրկել մեր ուրեմն խմբեր, բայց ունենք դեպքեր մինչև 12-14 տարեկան երեխաներ, որոնք որ հետո հաջողության են հասնում ավելի արագ, բայց միևնույն է ավելի ճիշտ մենք գտնում ենք, որ ամենահարմար տարիքը ինձ որպես մասնագետ 10-ից 12 տարեկանն է։ 8-ը դեռ մի քիչ ավելի փոքր է, ավելի շատ շարժախաղեր եւ այլ, բայց սկսվում է առաջընթաց նամանավանդ հայ երեխաների մոտ 8-ից 12 տարեկաններից, որովհետեւ մենք ունենք ֆիզիկական պատրաստության խնդրեմ մեր այսօրվա ժամանակակից մեր երեխաների հետ, որովհետեւ ժամանակների ցույց են տալիս, որ այսօր մեր երեխաները ֆիզիկապես շատ թույլ են։ Համեմատած ուրիշ երկրների երեխաների հետ, այդ նույն տարիքային խմբերում մենք շատ ենք գնում միջազգային առաջնությունների եւ տեսնում ենք, որ նույն տարիքի երեխան հայ եւ օրինակ ռուս կամ բելարուս կամ ղազախ տարբերվում են եւ հասակով եւ ֆիզիկապես։ Այսինքն մենք այդ խնդիրը ունենք եւ դա էլ փորձում ենք ինչ-որ մի ձև կոմպենսացնենք մեր պատրաստության, մեր ինչ-որ յուրահատուկ մոտեցումների միջոցով։ Այսինքն եւ տղաների եւ աղջիկների մոտ 8 տարեկանից ավելի նպատակահարմար։ Իսկ երբ որ այս տարի անցկացվի Եվրոպայի առաջնորդությունը, միայն աղջիկներն են մասնակցելու, նաեւ տղաները լինեն։ Միայն տղաները։ Մինչեւ 16 տարեկան տղաներ։ Իսկ բացի այս տարի անցկացվող ամառը նշեցիք, որ անցկացվելու է, բացի դրանից ունենք նաեւ այս տարի այլ ծրագրեր, այլ մրցումներ, թեկուզ ոչ Հայաստան։ Ծրագրեր շատ ունենք, բայց հիմնականում միջազգային խոշոր մրցաշարը 25 թվականին մեր Եվրոպայի առաջնությունն է եւ ունենք ծրագրեր, որոնք որ մեր մարզիկները մեկնում են օրինակ Եվրոպայի առաջնություն լողափնյա վոլեյբոլից։ Մեր Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի թիմը մեկնելու է Մոսկվա ԱՊՀ երկրների դպրոցականների առաջնության։ Երևանի թիմերը մեկնելու են օրինակ էլի Ռուսաստանում էլի ունենք առաջնություն միջազգային հրավեր, կան հրավերներ շատ ունենք դրսի հետ կապված, պարզապես թիմերը եւ ակումբները եւ ֆեդերացիան պետք է կարողանա այդ ֆինանսական մեծ ինչ-որ խնդիրներ պետք է կարողանանք լուծենք մեր համեստ բյուջեով շատ դժվար է այդ կամ մասնակցել միջազգային մրցաշարերի, պատկերացրեք, որ մեր բյուջեն 10-պատիկ, 20-պատիկ ավելի քիչ է, քան թե համեմատած այլ ուրեմն խաղային մարզաձևից։ Էլ չենք խոսում դրսի ֆեդերացիաների բյուջեներից, օրինակ Վրաստանի բյուջեն տարեկան 1 միլիոն եվրո է, իսկ մերը 25-30 հազար եվրո է։ Դա հնարավոր չի դրանից հետ պայքարել, բայց մենք փորձում ենք այդ ամեն ինչ որ հովանավորների մեր կապերի միջոցով կարողանանք գոնե 1, 2, 3 անգամ մեր երեխաները մեկնեն արտասահման, որովհետև տեղում հնարավոր չի ամեն ինչը զարգացնել։ Չնայած մենք տեղում փորձում ենք Հայաստանի առաջնությունները եւ քանակն ենք ավելացրել եւ թիմերի քանակն ենք ավելացրել եւ փառքասու գույքի խնդրեմ այսօր չունենք, եթե նախկինում մենք Հայաստանի չեմպիոնատ ենք անցկացնում, ունենք 1 խաղային գնդակ, այսօր ոչ մի թիմ, որոնք որ հանդես են գալի Հայաստանի չեմպիոնատում, ոչ մի գույքային խնդրեմ չունի։ Մենք այդ ծրագրերի մեր միջոցով, մեր կապերի միջոցով կարողացել ենք այդ ամեն ինչը լուծել։
Նաև ամփոփելով թեման հետաքրքիր է իմանալ, արդեն ունեք ձեր ֆեդերացիայում սովորող երեխա, որ արդեն ավարտելուց հետո ունի արդեն կարիերայի մեծ հնարավորություն եւ մեծ հաջողությունների է հասել այս սպորտազրույցում։ Տեսեք, մենք ֆեդերացիայի հիմնական գործառույթը կայանում է հավաքական թիմերի հետ աշխատելը եւ սպորտային միջոցառումներ կազմակերպելը, բայց այսօր մենք կարողացել ենք մեր աշխատանքային խումբը ստեղծել, օրինակ Եվրոպայի չեմպիոնատի համար մենք այսօր ունենք մոտավորապես 60-ից 80 խումբ, որը աշխատելու է Եվրոպայի առաջնության համար։ Դեռ չունենք աշխատակազմ, բայց արդեն նոր ուրեմն գրասենյակ ունենք, այդ ամեն ինչով զբաղվում ենք, բայց մենք ունենք մի խումբ աշխատանքային եւ մարշչական եւ մրցավարական եւ ուրեմն կամավորների, որ այդ ամբողջ աշխատանքները կարողանում ենք տանել։ Իսկ ինչ կապված է երեխաների հետ կապված, մենք երեխաները եթե ցանկություն ունեն, ասենք հիմնական երեխաները սպորտի մեջ մնալով արդեն գնում են ուսման ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որտեղ որ ավարտելուց հետո իրենք կարող են աշխատել որպես մարզիչներ, մրցավարներ, իհարկե մենք էլ փորձում ենք աջակցենք այդ հարցում, նամանավանդ երիտասարդներին, որոնք որ ցանկություն ունեն, շատ քիչ են այսօր այդ ավարտածներից 10%-ը չեն մնում սպորտում կամ մարզչական գործունեությունը, բայց փորձում ենք մենք էլ ինչ-որ մի ձևով խրախուսենք, որ նրանք մնան այդ աշխատանքի մեջ։ Շատ շնորհակալ ենք մեր հրավերքը ընդունելու համար, ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի հետ եւ վոլեյբոլիստ Ավետիսյան Լիաննայի հետ։ Իսկ այս պահին լսենք երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ նշեմ, որ այսօր է ծնվել նաեւ հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը։ Նրա անունը անմոռանալի հետք է թողել հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ։ Իր խորաթափանց հայացքով, տպավորիչ ձայնով եւ անզուգական կերպարներով գրավեց հազարավոր մարդկանց սրտերը։ Հիմա առաջարկում եմ դիտենք ռեպորտաժ, որը կպատմի նրա կյանքի եւ գործունեության մասին։ Շուրջը գարուր և լասում էր կեչի, կարդան արև էր կուրուր, ձեր հարկուրն առաջի, զեպյուրն էր... Հայկական թատրոնի ու կինոյի պատմության մեջ քիչ են այն անհատները, որոնց անունը դառնում է արվեստի խորհրդանիշ։ Խորեն Աբրահամյանը հենց այդպիսին էր։ Նրա ձայնը, խաղաոճը, խորը հայացքը տպավորում էին հավերժ, իսկ կերպարները դառնում էին անմոռանալի։ Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 1-ին Երևանում։ Մանկուց հրապուրվել էր թատրոնով, իսկ նրա առաջին մեծ քայլերը սկսվեցին Երևանի թատերական ինստիտուտում։ Նրա տաղանդը շուտով նկատվեց, եւ դեռևս երիտասարդ տարիքում նա մտավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ։ Թատրոնը Աբրահամյանի համար պարզապես աշխատանք չէր, այն նրա կյանքն էր։ Նա մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը թափանցում էին հանդիսատեսի սրտերը։ Նրա խաղը միշտ առանձնանում էր հոգեկան խորությամբ, ընդգծված էմոցիոնալությամբ ու միաժամանակ զուսպ, բայց խորը արտահայտչականությամբ։ Նրա խաղը բնութագրվում էր հոգեկան խորությամբ, կերպարների նկատմամբ նրբորեն մշակված մոտեցմամբ եւ հզոր ձայնով, որը դառնում էր նրա ամենահզոր գործիքը։ Նրա լավագույն թատերական դերերից են Օթելոն, Մակբեթը, Դավիթ Բեկը։ Եթե թատրոնն Աբրահամյանի հոգուտունն էր, ապա կինոն նրա փառքի դարպասը։ Նրա ամենահայտնի դերերից էին Պավլեն, Մենք ենք մեր սարերը ֆիլմում, որտեղ նա իր անկրկնելի հումորով ու խորաթափանց հայացքով դարձավ ժողովրդական հերոս։ Արսենը առաջին սիրո երգը ֆիլմում, Արմենը Մոր սիրտը ֆիլմում։ Խորեն Աբրահամյանի ձայնը խորն էր, մագնիսական, ինքնավստահ։ Նրա ընթերցված Վահան Տերյանի, Պարուր Սևակի կամ Համո Սահյանի բանաստեղծությունները չեն կարող չհուզել։ Նա կարողանում էր կերպարներին հաղորդել այնպիսի նրբերանգներ, որոնք ստիպում էին հանդիսատեսին վերապրել նրանց ճակատագրերը։ Բարև ձեզ, լավ եմ։ Լավ ես, հա? Այո։ Իմ տված հավաքական հեռագիրը ստացար։ Այո։ Պատից կախվածին ջուտակը ընկավ կոտրվեց, լացոս ընդիս վերջին անգամ արձագանք տվեց։ Նա չի հաստատի, որովհետև ձեր միջև արյունակցական կամ հարևան բարեկամական կապ կա եւ նա ձեր ընտանիքներին խղճում է։
Խորեն Աբրահամյանը լինելով ուժեղ անձնավորություն անցավ բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն երբեք չդադարեց ստեղծագործել։ 1990 թվականին նա դարձավ Հայաստանի ազգային թատրոնի տնօրեն, որտեղ շարունակեց իր անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի մեջ։ Դերասանը կյանքից հեռացավ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, թողնելով իր հզոր արվեստը սերունդներին։ Այսօր էլ նրա անունը կապվում է բարձրարվեստ, թատրոնի և կինոյի հետ, իսկ նրա խաղի ուժը շարունակում է ոգեշնչել նոր սերնդներին։ Խորեն Աբրահամյանը ոչ միայն մեծ դերասան էր, այլև մեծ մարդ, նվիրված իր արվեստին, մշակույթին և ժողովրդին։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա հերթը օգտակար խորհուրդներին է և այսօր խոսելու են կտավատի սերմի մասին։ Կտավատի սերմը լայնորեն կիրառվում է սննդակարգում և առողջապահության ոլորտում շնորհիվ իր օգտակար հատկությունների։ Կտավատի սերմը օգտակար է սրտի առողջության համար, բարելավում է մարսողությունը և օգնում է փորկապության դեպքում։ Կարող է նպաստել նաև քաշի վերահսկմանը, երկար ժամանակ պահպանելով հագեցվածության զգացողությունը։ Օգնում է նաև նվազեցնել խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է արյան բարձր ճնշման ռիսկը, օգնում է կայուն պահպանել գլյուկոզի մակարդակը, ինչը օգտակար է հատկապես շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Սակայն այն կարող է բացասաբար ազդել այն մարդկանց վրա, ովքեր օգտագործում են արյունը ջրիկացնող դեղամիջոցներ և ազդում է արյան մակարդելիության վրա։ Խորհուրդ է տրվում կտավատի սերմերը օգտագործել աղացած վիճակում, քանի որ ամբողջ սերմերը օրգանիզմը դժվար է մարսում և հղիության և կրծքով կերակրման ժամանակ այն խորհուրդ է տրվում օգտագործել զգուշությամբ։ Հաղորդման վերջում իմ շատ սիրելի հեռուստադիտողներ առաջարկում եմ ծանոթանալ հայկական ժառանգության մեկ շինության հետ, որը գտնվում է Եղվարդում, խոսքը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, այն հայկական միջնադարյան ճարտարապետության վառ օրինակներից է, և այն դարեր շարունակ կանգնած է որպես հոգևոր և մշակութային ժառանգության անբաժանելի մաս։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք այս եկեղեցու պատմության հետ։ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301 թվականին, քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակման 1000-ամյակի առթիվ։ Այն կառուցել է Ազիզբեկ իշխանը իր կնոջ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է Դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ ամփոփված է Ազիզբեկ իշխանի որդու դին։ Այն ունի երկու հարկ։ Եկեղեցու արևելյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։ Հյուսիսային ճակատին քանդակված է արծիվ ճանկած ավանակ։ Արևմտյան ճակատին քանդակված է հովազ, որը ոտնատակ է արել այծին։ Հարավային ճակատին քանդակված է քարայծի պատկեր։ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ վարդապետի կառուցած նորավանքին։ Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է 4 անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն նորավանքի, Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացրել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով, որտեղ մասնակցել են Սուրբ Պատարագին։ 2008 թվականին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր և բերվեց իր նախնական տեսքի։ Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերվեց 7-րդ դարի եկեղեցի իր խլանիստ հիմքերով, ինչպես նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանակարեր, տապանակարեր, ջարդված խաչքարեր, քիվեր 13-րդ և 14-րդ դարերի։ Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր, որտեղ պահվել են ժամանակին մթերք և գինի։ Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեց իշխանական տոհմի գերեզմանակարեր։ Եկեղեցին վերանորոգվել է վերջնական 1960-ական թվականներին, փոխվել է գմբեթի սյուները և ամրացվել։ 1905 թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցվել է սև սրբատաշ քարերով գավիթ։ 1960-ական թվականներին այն քանդել են և բերել են իր նախնական տեսքին։ Այսօր եկեղեցին գործում է։ Եղվարդցիների համար եկեղեցու տարածքը դարձել է խաղաղ և հաճելի հանգստյան վայր։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, առավոտյան ծրագրի համար այսօր նախապատրաստել էինք այսքանը, արդեն կհանդիպենք վաղը իհարկե նույն ժամին Կոտայք TV-ի եթերում։